Հարազատ գյուղի եկեղեցում են Խաչատրյան ընտանիքի 4 անդամներին հրաժեշտ տալիս։ Սկզբում 2 փոքրերին, 1 և 5 տարեկան երեխաներին են եկեղեցի բերում։ Այնուհետև նրանց 31-ամյա հոր ու տատի մարմինները։ Ողբ է ջրառատում։ Եկեղեցու մուտքի մոտ ասեղ գցելու տեղ չկա։ Ամբողջ գյուղն է եկել մասնակցելու սահմռկեցուցիչ վթարից մահացած ընտանիքի 4 անդամների հոգեհանգստի կարգին։ Պատկերացնես կմարտու վիճակ ինչ կմարտու սիձը կլսվի ուղղակի ես արտասվեցի հետո ինչ արած վտիտանիկ մեր գյուղի համար սուկ է ուղղակի սուկ Երեխաների մորեղբոր հոգեհանգստի արարողությունը տանն է անցկացվում 20-ամյա տղան նոր էր զորացրվել բանակից Երեք նա ու զարմուհու ընտանիքը մեկ մեքենայով հորեղբոր ծնունդին գնալիս էին եղել, երբ տեղի էր ունեցել սարսափելի վթարը։ Աղին բնակավայրի մոտ էին բախվել Օփելն ու BMW-ն։ Օփելի մեջ 9 մարդ էր եղել, այդ թվում 5 երեխաները։ Հոսպիտալացված 3 երեխաները վերակենդանացման բաժանմունքում են, շնչում են արհեստական շնչառության սարքով։ Նրանց մայրը նույնպես շարունակում է բուժումը վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Օփելի ղեկին 31-ամյա տղամարդն է եղել։ Ջրառատում պատմում են, որ տարիներ առաջ նա էլի էր վթարի ենթարկվել, ինչի հետևանքով մահացել էր հայրը, իսկ ինքը ծանր վնասվածքներ ստացել։ Սրանից մի 2 տարի առաջ հայրը էլի ավարիայով մահացավ, բայց թե ինչ-որ ճակատագրերի պես մի բան էր պես։ Եթե իրանց ազգությունը շատ լավ ազգություն գերական, բարեկամասեր, գյուղի համար կանգնած, չունեցողի համար կանգնած, օգնելու համար լավ ժողովուրդ է շատ։ Վթարի 6-րդ զոհը BMW-ի ուղևորն է։ Թերեզա Կադաևչյան, Ալեքսան Սարգսյան, Էլեն Յահինյան, Հայլուր։